Հայաստանը չի կապիտուլացվել 2020 թվականի 44 օրյա պատերազմի արդյունքներով։ Հայաստանը չի կապիտուլացվել դրանից հետո։ Հայաստանը չի կապիտուլացվել անգամ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումներից հետո։ Հայաստանը որևէ փաստաթուղթ չի ստորագրել, որը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության կապիտուլյացիային։ Ասա պետք է լիներ Նիկոլ Փաշինյանի արձագանքը եւ պատասխանը 3 ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ՄԱԿ-ի ամբիոնից։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք քննարկում ենք 2 օր է ՄԱԿ-ում տեղի ունեցող դեբատները, գիտեք, որ 3 առաջին օրը ելույթ ունեցավ Իլհամ Ալիևը, 3 ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը։ Բայց ես ուզում եմ հիշեցնել նաև 22 թվականի Նիկոլ Փաշինյանի մի ելույթ, էլի ՄԱԿ-ի ամբիոնից։ Խնդրում եմ լսենք միասին։ Public question to the Azerbaijani president. Could you show the map of Armenia that you recognize or are ready to recognize as the Republic of Armenia? Why I'm asking this? Because it can come out that from the point Ուրեմն դեռ 22 թվականն էր, սեպտեմբերի 23, Հայաստանի վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց. կարող եք ցույց տալ թարգմանում ելույթը։ Հայաստանի այն քարտեզը, որը դուք ճանաչում եք, ՄԱԿ-ի ամբիոնից։ Եվ որ վարչապետը հետ եկավ, խոսակցություն ունեցանք, եւ ես էլ ասեցի, որ պարոն վարչապետ, ինչ ելույթ է, այդպես հարց ոնց են տալիս։ Ոնց ես գնում ճշնամի պետության ղեկավարին, ՄԱԿ-ի ամբիոնից հարցնում քու պետության քարտեզը որն է ըստ իրա։ Ըստ իրա, այսինքն ուր ես դու իրան հարցնում, թե ըստ իրա որն է մեր քարտեզը։ Ես կարծում եմ, որ դա սխալ է։ Եվ բայց լավ, այդ ելույթը այտենց գնաց 22 թվական սեպտեմբեր։ Դրանից հետո ինչքան բան է եղել։ Հիմա ուզում եմ նախ արձանագրումն անենք 3 տարի անց, էլի ՄԱԿ-ի ամբիոն, էլի ելույթ, որ մինչև այսօր Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունը քարտեզով, կոնկրետ քարտեզով չի ճանաչել։ Չկա այտենց քարտեզ, որը մենք ճանաչել ենք Ադրբեջանի կողմից։ Այսինքն այն ինչ խոսան, երեք ելույթում ասում եմ բերկրանք եմ ստանում, չգիտեմ, բերկրանք ստանան, չգիտեմ ինչեր ստանան, բան։ Չի ճանաչում Ալիևը Հայաստանի Հանրապետությունը։ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության տարածքը չի ճանաչում։ Մի խառնեք, որպես պետություն ճանաչում են, հա, կա տենց պետություն։ Բայց ո՞րն է սահմանները, այդա կքննարկենք, այդա կնայենք, այ կլինի դելիմիտացիան, այ կլինի դեմարկացիան, այ կլինեն նման բաներ, հետո կտեսնենք։ Հետո քանի որ դուք եկեք ինձ եք հարցնում Ալիևն է, էլի ասում, որ ինձ եք հարցնում որն է ձեր երկիրը։ Արա ես ձեզ կասեմ որն է ձեր երկիրը։ Ես ձեզ կասեմ, ու այս տարիներով ասում եմ ես։ Հիմա գնացինք առաջ։ Բայց ամենա իմ համար վրդովմունք առաջացնողը հետևյալն է։ Ուրեմն ինչ է տեղի ունենում։ Ալիևը իր ելույթում հայտարարել է, որ Հայաստանը կապիտուլացված է։ Այս վարչապետի ելույթից մեջբերում եմ անում։ Ադրբեջանի նախագահը տարբեր ամբիոններից խոսում է Հայաստանի իբր կապիտուլյացիայի մասին։ Ճիշտն ասած չեմ հասկանում, որն է ահռելի պոզիտիվ բովանդակության արկայության պայմաններում, որը ձեռք է բերվել համատեղ դժվարին ջանքերով օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովումը։ Դուք պատկերացնում եք այս խոսքի անգլերեն թարգմանությունը։ Սա անգլերեն պիտի թարգմանվի։ Միթե խաղաղությունը բավարար բերկրանք եւ բարոյություն չի պատճառում, օրինակ ինձ պատճառում է։ Սերի հայրենակիցներ, դուք այս եթերը բացման պահին ես ասեցի ինչա պետք ասել։ Հայաստանի Հանրապետությունը չի կապիտուլացվել որևէ փաստաթղթով։ Եվ մեզ պետք է ունենալ երկրի ղեկավար, որը դա կասի։ Հիմա եթե Հայաստանը չի կապիտուլացվել, բայց Փաշինյանը չի կարողանում դա ասի, որ Հայաստանը չի կապիտուլացվել։ Ինքն անձամբ է իրան զգում այդ վիճակում։ Դա իր խնդիրն է։ Դա մեր ժողովրդի հայ ազգի խնդիրը չի։ Հիմա ինքը իրան տենց ազգում, թող գնա, թողա ապրենք, թող այս երկիրը կամ ոտքի կանգնի, այս ազգը ոտքի կանգնի։ Ինչքան կարելի է, ասենք, այս բանը շարունակել։ Մյուս բաներին անդրադառնամ, խայտառակություններին։ Ուրեմն Ալիևը իր ելույթում ինչ է ասել։ Տեսեք, թարգմանությունն եմ ասում իր ելույթից։ Ադրբեջանի նախագահ Ալիևը ամբիոնից հայտարարեց. Վաշինգտոնի գագաթնաժողովի առանցքային արդյունքներից էր Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման TRIP-ը, որը կապահովի անխոչնդոտ հասանելիություն Զանգեզուրի միջանցքով, ուշադիր եղեք, անխոչնդոտ հասանելիություն Զանգեզուրի միջանցքով եւ կխթանի տարածաշրջանային կապերը։ Փակագծերի փակվեց։ Խոսքի մեջ բերում այսքաններ։ Այսինքն Ալիևն ասում է, որ մենք TRIP կա Թրամփի ճանապարհ, լինի, տենց ճանապարհ, որը
Զանգեզուրի միջանցքը կանցնի դրա միջով ու կկապի մեզ մեր մյուս տարածքի հետ։ Հասկանում եք, թրիփը Հայաստանի տարածքով անցնում, սիրելի հայրենակիցներ։ Իբր մերոնք Ամերիկայում պայմանավորվել են, որ դա Հայաստանի տարածքա, Հայաստանով անցնում, Հայաստան։ Արա չի կարա Ալիևը գրի, որ Հայաստանի տարածքով կկապվենք մեր մյուս տարածքի հետ։ Նայեք, որ չի այս մարդը ոչ մի բառ այստեղ Հավայի չի գրած, անկապ չի։ Ադրբեջանն այդ տարածքը չի ճանաչում որպես Հայաստան։ Համարում է դա էքստրատերիտորիալ։ Հիմա որպեսի Փաշինյանը այդ իր արարքը post factum էլի։ Փորձի դրատակից դուրս գա, եկել է ամբիոն ու ի պատասխան Ալիևին ասում է։ Գնացինք ինչ ասում Փաշինյանը։ Զանգեզուրի միջանցքի մասին։ Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցված փաստաթղթերում չկա։ ՀՀ Ադրբեջան բանակցությունում երբեք չի եղել։ Կարծում եմ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունն օգտագործելով, որովհետև հայաստանյան իրականության մեջ այն ընկալում է որպես տարածքային պահանջ ՀՀ-ի նկատմամբ եւ կոնֆլիկտային խոսույթի հետ ասոցացվում։ Այսինքն Փաշինյան, դու չես ընկալում դա որպես տարածքային պահանջ, գցում ես բեռը Հայաստանի վրա, Հայաստանի բնակչությունը չի դեսքի, իրանք մտապրոբլեմ ունեն այդ ձևակերպման հետ, դրա համար ախպեր կլինի դու չասես։ Այսինքն դու պրոբլեմ չունես, կամ ուրիշ բան ասեմ։ Բանը, լավ, պրոբլեմ ես բարերի մեջ, Զանգեզուրի միջանցք։ Եթե դուք ապաշրջափակում եք արել, եթե դուք պայմանավորվել եք ապաշրջափակում, դրա անունը Զանգեզուրի միջանցք լինի, թե Պողոս լինի, թե Պետրոս լինի, դա բան չի փոխում, եթե բովանդակությունը Հայաստանի շահերից բխում է, Հայաստանի ինքնիշխանություն չի ոտնահարվում։ Եթե դու ոչ մի բանի դիմաց չես զիջումների գնացել, ինչ ուզում անունը դնեն։ Այսինքն քու պրոբլեմը իր ձևակերպած բառերն է, թե բովանդակությունը։ Որն է քու պրոբլեմը, կարաս բացատրես։ Հետո ինչ է նշանակում հասնել ՄԱԿ-ի ամբիոնին, ու ընդեղ ասել մի հատ լա դու պարզաբանի ինչ նկատի ունի։ Արա 2 ամիս առաջ բան եք պայմանավորվել, մի հատ Շանխայի համագործակցության կազմակերպություն ես ասում։ Հարգելի գործընկերներ, մենք տենց չենք պայմանավորվել, մենք սենց ենք պայմանավորվել։ Մի հատ լա թող իրանք ասեն, մի հատ էլ եկել ես մեզ ՄԱԿ-ը ես ասեմ, մի հատ լա դու պարզ։ Արա եթե դուք բազային ձևակերպումների մեջ բան չեք, իտոք չունեք, պայմանավորվածությունը չեք կարողանում պայեք, բազային ձևակերպումների մեջ։ Ինքը մի ձևի անկալում դու մի ձևի, եթե տենց է։ Բնականաբար Տրամփն է ես իմ ինչ ձևի։ Բա դուք պատկերացնում եք որ հեսա բովանդակային հարցերը քննարկեք։ Հետո հարցնում ենք ասում ենք բայ ոնց ասում եք դետալները չենք քննարկել, դետալները չենք քննարկել։ Դուք պատկերացնում եք ինչ ալնելու ժողովուրդ։ Այս ամեն ինչ է խապկանքը նրա համար, հա։ Պարզա Ալիևն ու Էրդողանը հանգիստ են տալու մինչև հունիս, ոչ մի բանը չեն հիմա անել իմպլեմենտացիա։ Խի որովհետև հիմա այն իմպլեմենտացիան հենց են անել, գմփունը դուրս է գալու։ Խի որովհետև պարզվելու է որ դա միջանց կա։ Հիմա որպեսի այդ բազարն այսպես ասած հիմա չտարակի, հիմա ասես դու մի հատ պարզաբանի, չէ որ այսքան բերկրանքը, այս պոզիտիվը, այս մի հզորը զարգացումը, ինքնիշխանը բանը, ասես բաներ են խոսալու, հետո կգա որ փորձի վերընտրվի, հետո արդեն կգան տղեկը։ Բայց դրա համար ինչա պետքա չվերընտրվի։ Հայաստանը կապիտուլացված չի, դու չես կարողանում ասես, եղբայր չես կարողանում ասես, մենք կապիտուլացված չենք։ Հայաստանը կապիտուլացված չի կապիտուլացվել Հայաստանը։ Դու չես կարողանում ասել, խես մեզ ներկայացնում։ Խես գնեմ հասնեմ ստենդը մեր դրոշի տակ խոսում։ Չես կարողանում գնացեք ախպեր։ Հրաժարականի դյումը գրի գրգի ազգային ժողով։ Տրամպի մոտ էլ հասակ, Տրամպի հետ էլ նկարվիկ, Տրամպի հետ թուղթ ստորագրիկ էլի դուխ չկա, բան չկա։ Լավ դուխի հարց չէ էլի։ Ասում Հայաստանը կապիտուլացված է, դու էլ իբր արձագանքում ես։ Հրասա չէ, կապիտուլացված չի։ Ոչ մի թղթով մենք կապիտուլյացիա չենք ստորագրել։ Հայաստանը չի ստորագրել ոչ մի կապիտուլյացիա։ Բայց կարող ձեր ուղեղն է կապիտուլացված, այդ ուրիշ բան է։ Ուղեղը կապիտուլացված չեղնի, ոնց կլինի հրաժարվեք զենքի գնումից, ոնց կլինի բանակի բյուջե կրճատեք, ոնց կլինի միջանցք տակ, ոնց կլինի գերիներ են դե բանտեր են նստած դուք այդտեղ բերկրանք, մենք բերկրանք ենք ապրում, ինչի՞ց եք բերկրանք ապրում, ինչի՞ց եք բերկրանք ապրում։ 4000 մարդ գնացել է պատերազմի զոհվել փարքերոսներին, արել ամեն ինչ որ Հայաստանը չկապիտուլացի ու չի կապիտուլացվել, որ դու չկարենաս գնացել ամբյոնից ասես, չես կարող թող գնան, ուր ես մեզ ներկայացնում։ Հերիքու բոլ եղավ էլի։ Էլ ինչ էի գրել որ պետք է ասեի։ Եվ վերջում ամփոփեմ, ժողովուրդ, այն որ 23 թվին ասում էր դու մի հատ մեզ ասա, մենք ինչ քարտեզով ես դու մեզ ճանաչում, ինչ էմի չի ասել Ալիևը։ Ինչ ուզում է խոսան, բան իմացեք խափում են։
Սուտ են ասում, փաստը դրել եմ դեսա ձեր առաջ։ Եվ հիմի էլ գնալ ասել լա մի հատ պարզաբանի, դու ինչ նկատի ունես որ ասում ես Զանգեզուրի միջանց, որտեվ ուրիշ մարդիկ, ես չէ, ուրիշ ժողովուրդը, այնտեղ ինչ որ մարդիկ։ Հայաստանի հանրությունը ընկալում է, ինչ ենք մենք ընկալում, որ։ Մենք ինչ ենք ընկալում։ Մենք այն անգիր հեսա գիտենք, տեքստերը կարդում ենք, Ալիևը այդ տարածքը չի ճանաչում Հայաստան։ Այդ տարածքը ճանաչում է թրիպ, որի միջոցով Զանգեզուրի միջանցք անցնում է, իրանց միացնում է, всё։ Ու դա խոչընդոտ է, անարգելա, ու դա միջանցք է, ու դու տվել ես դա։ Այդ է ստորագրել։ Հիմի post-factum ուզում ես ասես դա չեմ ստորագրել, հիմա էսենց քուճ բաներ եք անում, դե զանգի Տրամպին ասում եք, որ խնդիրներ ինչ կանեք, ասավ կզանգենք ինձ, զանգի։ Այնոն էլ բաններ, մեկ ով էր ասում, բանը Փաշինյանը Տրամպի WhatsApp-ի համարը ունի, Բայդենինը չուներ։ Բանը Տրամպի WhatsApp-ը մենք ունենք։ Զանգի Տրամպին, դες դա ինչ ասում։ Լավ մնացեք, սիրելի հայրենակիցներ, բարի կիրակի, լավ օր եւ տարածեք այս տեսանյութը, որ մարդիկ իմանան, որ Հայաստանի Հանրապետության տարածքը Ալիևը չի ճանաչել եւ այդ բերկրանքը, որ իրանք ապրում են ու խափում ամեն օր մարդկանց, երկիրն է բարդակ սարքե, սպանությունների միջավայր սարքե, վենդետաների տարածք սարքե, այդ մարդիկ էլ պետք է օր առաջ հեռանան, որտեղ նրանք մեր շահերը չեն ներկայացնում բացարձակապես, որևէ ձևի չեն ներկայացնում, մի միլիմետր մեր շահերը չեն ներկայացնում։ Լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։